Շնորհակալություն ելույթի համար ձայնը տրվում է Սուզաննա Ավետիսյանին, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Հարգելի գործընկերներ, հարգելի հայ ժողովուրդ։ Սա իմ առաջին ելույթն է այս ամբիոնից եւ ես գիտակցում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է այստեղ գտնվելը։ Ես կարող եի սկսել բարեմաղթանքի խոսքերով իմ ընկերներին կամ շնորհակալական խոսքով մեզ ընտրողներին, բայց ես դա չեմ անելու։ Անելու եմ այն, ինչի համար եկել եմ ազգային ժողով։ Ես եկել եմ այս ամբիոն, որպեսզի ասեմ այն, ինչի համար եւ ինչի մասին մեր հասարակությունը ուզում է ճչալ, բայց չգիտի ինչպես։ Ինչպես անի, որ ամոթի այս խարանը հավերթ դաջված չմնա հայ ժողովրդի ճակատին։ Ինչ անի, որ Բաքվում գերության մեջ գտնվող հայորդիները վերադառնան հայրենիք։ Ինչ անի, որ վերջապես խաղաղվեն այն առնվազն 19 ընտանիքները, ովքեր իրենց հայրենիքում են, բայց ամեն օր, ամեն րոպե մտքով իրենց հարազատների հետ Բաքվի բանտերում են։ Եվ այսօր, մինչև մենք նստած ենք այս գեղեցիկ հարմարավետ դահլիճում, խոսում ենք կանոնակարգերի եւ օրակարգերի մասին, Մադադ Բաբայանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գուրգեն Ստեփանյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Բակո Սահակյանը, Հայ բարերար, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Խաղաղության մասին խոսել եւ չխոսել հայ գերիների օր առաջ վերադարձի մասին նշանակում է չհասկանալ, որ նրանց արկայությունը Բաքվի բանտերում փակում է իրական եւ անկեղծ խաղաղության օրակարգը։ Եվ քանի դեռ գոնե մեկ հայ գերի գտնվում է Բաքվի բանտում, նշանակում է, որ այս իշխանությունները անկեղծ չեն խաղաղություն հաստատելու հարցում։ Չկա որևէ միջազգային կառույց, որ չի հասկանում, որ առանց գերիների վերադարձի չկա իրական խաղաղություն։ Իրական խաղաղություն հենց մենք ենք ուզում։ Քաջ գիտակցելով, որ առանց գերիների վերադարձի չկա իրական խաղաղություն, կա միայն կեղծ հանգստություն, կառուցված մեր հայրենակիցների տառապանքի վրա։ Իրական խաղաղություն ուզող իշխանությունը չի վախեցնի իր սեփական ժողովրդին պատերազմով, այլ կպայքարի մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու համար։ Քանի որ գերիների ազատ արձակումը ոչ թե խաղաղության խոչընդոտ է, այլ իրական խաղաղության երաշխիքներից մեկը։ Այսօրվա իշխանությունների վարած անընդունելի եւ խուսափողական քաղաքականության մասին կարելի է երկար խոսել։ Ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում հայկական արժեքների նպատակաուղված համակարգված արժեզրկման։ Ընտանիքի ինստիտուտը, հայրենասիրության գաղափարը, մեր պատմական հիշողությունը, ամեն ինչ ենթարկվում է հեգնանքի եւ արժեզրկման քարոզչության։ Հայ ժողովրդին պարտադրվում է մոռանալ եւ ուրանալ սեփական անցյալը, իսկ երբ ազգը սկսում է ուրանալ իր անցյալը, նա կորցնում է իր ապագան կառուցելու կարողությունը։ Ես կանգնած եմ այստեղ եւ ասում եմ պարզ եւ հստակ. մենք չենք թողնի, որ մեկ քաղաքական միավոր մեզանից խլի այն, ինչ մեզ է պատկանում հազարամյակներից ի վեր։ Անհնարին է չտեսնելու տալ հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող ուղղորդված արշավը։ Դարեր շարունակ, երբ մեր պետականությունը կորսվում էր, երբ մեր թագավորությունները փլուզվում էին, հենց եկեղեցին էր, որ պահում էր մեր լեզուն, մեր գիրը, մեր ինքնությունը։ Այսօր այս նույն ինստիտուտի դեմ մղվում է պետական մակարդակի արշավ։ Հոգևորականները ձերբակալվում են, եպիսկոպոսները հետապնդվում, եկեղեցին ներկայացվում է որպես հակապետական ուժ։ Ես ուղղակի հարց ունեմ, ով է իրական վտանգը մեր ազգային ինքնությունը, պահպանողը հազարամյակներ,
թե նրանք, ովքեր այսօր փորձում են քանդել այն սեփական քաղաքական օրակարգից եւ վախերից դրդված։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հասարակությունը բաժանվում ոչ թե գաղափարների, այլ ատելության հիման վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը քաղաքական տարաձայնությունը վերածում թշնամության, հակառակորդին դավաճանի, տարբեր կարծիք ունենալը հանցագործության։ Սա նորմալ չէ։ Ասեմ ավելին, բացարձակ ժողովրդավարության հետ կապ չունի։ Բայց այս ամենը անցողիկ է, սա անցնելու է ժամանակավոր իշխանության հետ, որպես վատ երազ, որպես մղձավանջ։ Ես կասկած չունեմ, որ եւ հայ առաքելական եկեղեցին կդիմանա այս հալածանքներին ու չի կոտրվի, եւ հայ ժողովուրդը թույլ չի տա իրենից խլեն իր անցյալը եւ պատմությունը։ Անդառնալի են միայն մարդկային խեղված ճակատագրերը եւ հենց այդ մարդկանց համար է հնչելու իմ ձայնը։ Այսօր այս բոլոր մարդիկ հայտնվել են ադրբեջանական բանտերում միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ ու կոպիտ խախտումների պայմաններում։ Նրանք զրկված են արդար դատավարության իրավունքից, նրանց մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, նրանց ընտանիքները ամիսներով որևէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամներից։ Նրանք խոշտանգվում են, դատվում թշնամու կողմից, որովհետև հայ են։ Նրանցից շատերը ունեն լուրջ առողջական խնդիրներ։ Եվ ես ուղղակի հարցնում եմ այս իշխանություններից, հենց այս ամբիոնից, ինչ եք արել։ Ցույց տվեք մեզ մեկ հստակ հրապարակային ռազմավարություն այս մարդկանց ազատ արձակման համար։ Ինչ եք արել, որ իմանաք, թե ինչու է Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատ թարացել, կամ ինչ առողջական խնդիրներ ունի։ Իսկ պատասխանել եք Ռուբեն Վարդանյանի տիկնոջ նամակին, որով նա ձեզ է դիմել ապահովելու Բաքու այցը, որպեսզի ընտանիքները ունենան իրենց հարազատներին այցելելու հնարավորություն։ Ցույց տվեք մեկ միջազգային կառույց, լինի Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ, թե որևէ երկկողմ հարթակ, որտեղ դուք հետևողականորեն, համառորեն, ամեն անգամ առանց բացառության բարձրաձայնել եք այս հարցը։ Ես չեմ տեսնում այդպիսի ռազմավարություն, ես տեսնում եմ միայն դիպվածային ցրված հայտարարություններ, որոնք ուղեկցվում են երկարատև լռությամբ։ Դուք սիրում եք կրկնել, թե իբր լուր աշխատում է գերիների հարցով։ Կարծես դիվանագիտությունը նշանակում է ամբողջական լռություն եւ զրո արդյունք։ Բայց հարգելի գործընկերներ, լռությունը առանց արդյունքի անվանվում է ոչ թե դիվանագիտություն, այլ ընդամենը անգործություն։ Այս խնդիրը ուղիղ կապ ունի նաև անհայտ կորածների ցավոտ չլուծված հարցի հետ։ Կան ընտանիքներ, որոնք տարիներով ապրում են անորոշության մեջ, չիմանալով իրենց հարազատը ողջ է, գերի է, թե զոհված, որտեղ են նրանք։ Այս անորոշությունը ինքնին խոշտանգման ձև է, որը տարածվում է ամբողջ ընտանիքների վրա սերունդներով։ Պետությունը պարտավոր է ամեն հնարավոր դիվանագիտական, իրավական, հումանիտար բոլոր միջոցները իրագործել, օգտագործել այս ընտանիքներին վերջապես ճշմարտություն եւ արժանապատվություն վերադարձնելու համար։ Հարգելի գործընկերներ, այսօր ես ուզում եմ հստակ հատուկ ընդգծել մեկ սկզբունքային կետ։ Գերիների եւ անհայտ կորածների հարցը վերկուսակցական եւ վերքաղաքական հարց է։ Սա բոլորիս համար պետք է դառնա մեկ ընդհանուր համազգային հարց։ Միաժամանակ ես հայտնում եմ, որ այս հարցը պետք է դառնա ոչ միայն ներքին քաղաքական օրակարգի, այլ միջազգային օրակարգի կենտրոնական թեմա։ Դիմում եմ նաև միջազգային հանրությանը, մարդու իրավունքների կազմակերպություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ բոլոր այլ միջազգային կազմակերպություններին։ Ձեր լռությունը դառնում է համագործակցություն անարդարության հետ։ Հայ գերիների ազատ արձակումը եւ անհայտ կորածների հարցի լուծումը պետք է դառնան բոլորիս առաջնահերթություններից։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, Բաքվի բանտում պատանդարված իմ հայրենակիցներ, դիմում եմ նաև ձեզ եւ ուզում եմ իմանաք, որ ես կանգնած եմ այստեղ այս ամբիոնի առջև մեկ առաքելությամբ, քանի դեռ գեթ մեկ հայ կա Բաքվի բանտում, իմ պատգամավորական գործունեությունը նվիրված է լինելու նրան տուն վերադարձնելուն։ Այս բարձր ամբիոնից ես ձեզ խոստանում եմ, որ ես եւ մեր թիմը
անելու ենք առավելագույնը ձեր վերադարձի համար, եւ քանի դեռ գոնե մեկ ընտանիք սպասում է պատասխանի իր հարազատի ճակատագրի մասին, այս ամբիոնից իմ ձայնը չի լռելու։ Ազատություն բոլոր գերիներին Բաքվում եւ քաղբանտարկյալներին Հայաստանում։ Շնորհակալություն։